Մենք էլ ենք շահագրգռված, որ եթե եղել են խախտումներ, այդ մարդիկ պատժվեն անպայման։ Կոնտրատաղամասերում ունեցել եք վստահ Այո։ արձանագրել են ձեր ներկայացուցիչները։ Մեր կողմից որևէ լուրջ ընտրախախտում չի արձանագրվել եւ չկա նման բան։ Ընտրությունները անց են կացվել բնական եւ ավելորդ աղմուկ բարձրացնելու կարծում եմ կարիք չկա։ Իսկ խախտումները արդյունքի վրա արդյոք ազդել են։ Իհարկե ոչ, արդյունքի վրա չի կարող ազդել մի քանի լոկալ ինչ-որ տեղերում բարձրաձայնած տարբեր ինչ-որ խնդիրներ։ Կարծում եմ, որ եթե նույնիսկ եղել են որոշ տեղերում նման բաներ, պետք է այդ մարդկանցի հայտ բերել, որովհետև իրենք առաջին հերթին արժի ծառայություն են մատուցել հենց կազմակերպիչներին եւ ԱՅՈ-ի կողմնակիցներին եւ պատժել այդ մարդկանց, բայց ընդհանուր առմամբ ես կրկին ասում եմ, որ գնահատում եմ հանրաքվեն անցել է շատ բարձր եւ նորմալ մակարդակով։ Մնացյալը խոսակցությունները բամբասանքներ են, որոնք եթե ավելի լուրջ մոտենանք, պետք է իրենք դիմեն իրավապահ մարմիններին, որոնք որ պետք է զբաղվեն այդ հարցերով։ Հանրաքվեի անցկացումը ինչպես կգնահատեք։ Հանրաքվեի անցկացման վերաբերյալ ես տվեցի իմ գնահատականը նույն ձև, ոնց որ եղել է միշտ մեր երկրում համապետական միջոցառումները, նույն ձև, որը բանով չտարբերվեց։ Իր առանձնահատկություններով, իր խախտումներով, իր PR, ասենց ասեմ, բլոկով, հաջողություններով, անհաջողություններով։ Իսկ չեք կարծում, որ այս անգամ ավելի բացահայտ էր ամեն ինչ, արդյունքով իսկ տարբերվեց։ Չեմ կարծում, որովհետև երիտասարդեք դուք չեք հիշում, ասենք այն ընտրությունները, որը եղել են 95 թվականին, 6-ին, 9-ին, ես այդ բոլորը հիշում եմ։ Ոչ մի բանով էականորեն չի տարբերվել։ Կանխատեսումներ եք մենք ունենում, ուր է գնալու երկիրը, պարոն Արսեն։ Հայաստանի Հանրապետությունը, ուր եք ուզում որ գնա, այդ հարցը տամ ձեզ, ինչ եք ակնկալում։ Ուրեմն զարգացման համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա զարգացում ցանկացող բնակչություն, առաջի հերթին։ Հայաստանի Հանրապետության բնակչության զարգացման ցանկությունները իմ կարծիքով էականորեն, ասենք, զիջում են մեր պատկերացումներին։ Էականորեն, այն ինչ որ մենք պատկերացնում ենք, իրականությունը այլ է, որովհետև Հայաստանի Հանրապետության զարգացում ցանկացող մարդիկ դրսում են ցավոք սրտի, լքել են իրենց հայրենիքը, 1 միլիոնից ավել մարդ գործունյա, 1 միլիոնից ավելի մարդ, որը որ երեխա ունենալով ընդունակ, կրթված են Հայաստանի Հանրապետությունից դուրս է։